Չափ ուժի կիրառում իշխանությունների ոստիկանության կողմից։ Ինչպես նաև շատ ժամանակ 19 թվականից մենք անդրադարձել ենք կենսաբանական լաբորատորիաների հարցին, որը նույնպես կենսական խնդիր է, ինչքան իշխանություն ասի իշխանա, ինքն է տիրապետում, բայց ինքը ոչ մի բան չի տիրապետում, ոչ մի իշխան էլ չի։ Ինչպես երեք էր խոսում Հանրապետության ղեկավարը, այսպես կոչված, որ 7 տարում նա ոչ մի բան չի տվել, չի զիջել։ Իսկ ինչ մնաց, որ զիջի, մենակ մնացել է Երևանը փաստորեն, ամեն ինչն է զիջել է, սկսած Արցախից եւ բանակցություններով իմ այդ խաղաղությունն է լակմուսի թուղթ է, որ ապագա ընտրություններին ցույց տա, հերթական անգամ մանիպուլացնելով խաբի ժողովրդին ինչին մենք դեմ ենք եւ մենք մեկ անգամ եւս կողմ լինելով այստեղ կատարող ամեն ինչին, մասնակցելով նրան, մեկ անգամ եւս կոչ ենք անում հայ ժողովրդին, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին նրանք միավորվեն եւ միասին այս իշխանությանը կարողանան տապալել, միասին համախմբված եւ մեկը մյուսին իրար դեմ ընդդիմադիրների իրար միս կրծելը դա միայն ձեռնտու է իշխանությանը։ Մեկ անգամ եւս կոչ ենք անում եւ դրա ամենաառաջին ծիծեռնակը դա առաջիկա Կիրակի օրը, այսինքն հաջորդ Կիրակի օրը Գյումրիում ավականու արտահերթություններն են եւ կոչ կանենք բոլոր դեպքերում, բոլոր արդյունքի դեպքում ընդդիմադիր բոլոր ուժերը դնելով իրենց հակասությունները մի կողմ, սկսենք Գյումրիից, Գյումրիից սկսեց Հայաստանի գաղիժումը, մենք գտնում ենք Գյումրիից էլ պետք է Հայաստանը սկսի նրա զարթոնքը հառնի մոխիրներից։ Շնորհակալություն ուշադրության համար։